Շնորհակալություն։ 3 հարց եմ նախատեսել, պարոն նախարար։ Առաջինը ծրագրում երջանիկ քաղաքացի հասկացում։ Ես եթե կարճ ձևակերպելու լինեմ երջանկության բնորոշումը, ապա իմ կարծիքով դա արժանապատիվ աշխատանքով ընտանիքիդ եւ ընկերերիդ կողքին երկար եւ առողջ ապրելու հնարավորությունն է։ Հիմա մենք ամեն օր լսում ենք, որ լուծարվում է այսինչ կազմակերպությունը, կրճատվում են այսինչ հաստիկները, քանդվում են սպասարկման ոլորտի օբյեկտներ, այսինքն դրանով ավելանում է գործազրկությունը, պետության սոցիալական բեռը։ Այս վիճակը որքանով է համահունչ երջանիկ քաղաքացի կատեգորիայի հետ, սա առաջին հարցը։ Երկրորդ, ծրագրի 29-րդ էջում խոսվում է Սփյուռքի հետ կապերի մասին, որքանով է Սփյուռքի հետ կապերի հաջողության հույսը հավանական, եթե շրջանառվող լուրերի համաձայն կառավարությունը մտադիր է լուծարել Սփյուռքի նախարարությունը եւ այդ ամբողջ գործառույթները իրականացնել մեկ հանձնակատարի միջոցով, եւ հետո այստեղ որոշակի անորոշություն կա, սա ինչով կբացատրեք, օրինակ միաժամանակ կարևոր է ընդգծել, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար էական նշանակություն է ունեցել նաեւ այն փաստը, որ վարչապետի օտարերկրապետությունների այցերի օրակարգում առաջնային են եղել հայ համայնքի առավելագույն լայն շրջանակների հետ հանդիպումները։ Բնականաբար, եթե հայ համայնքի հանդիպումներ չլինեն, անիմաստ կլինեն այդ շրջագայությունները։ Եվ բազմաթիվ հանդիպումների ընթացքում մշտապես ծավալվել են Սփյուռքի հարցերին վերաբերող անկաշկանդ եւ գործնական քննարկումներ, բացահայտվել են խնդիրներ, տրվել լուծումներ, ձևավորվել օրակարգեր։ Չեք կարծում, որ սա շատ անորոշ արդյունք է, եւ մի քիչ կարելի է մեկնաբանել, թե այդ ինչ անկաշկանդ քննարկումներ են եղել, այդ ինչ խնդիրներ են բացահայտվել, ինչ լուծումներ են տրվել եւ ինչ օրակարգեր են ձևավորվել։ Եվ երրորդ հարցը հատկապես որպես արդարադատության նախարար, առիթից օգտվելով ուզում հղել ձեզ, ծրագրում բացակայում է անցումային արդարադատության վերաբերյալ մեկ բառ անգամ, բայց որտեղ գնում ես, որ լրատվամիջոցի հետ հանդիպում ես, որ լրագրողի հետ հանդիպում ես, խոսում են անցումային արդարադատության մասին։ Դրա մասին խոսում են նաեւ առանձին քաղաքական կամ պետական գործիչներ, որոնք երբևէ դատարան մտած չկան, բայց ասում են անցումային արդարադատություն պետք է իրականացնել։ Հիմա ես խնդրում եմ, որպես ոլորտի պատասխանատու, նա դուք ասեք ինչ է նշանակում դա։ Ես սա առիթից օգտվել եմ ասում, որովհետեւ ի վերջո եթե կառավարությունը այդպիսի մտադրություն ունի, կառավարությունը պարտավոր է իդեմս կոնկրետ լիազորված անձանց պատասխանել այդ հարցին։ Այդ ինչ հասկացություն է, որ այդտենց գցել են շրջանառության մեջ եւ ոչ մեկ չի հասկանում դա ինչ է։ Եվ որպեսզի մենք հասկանանք, պետք է ինչ-որ ինտերնետային կայքեր ուսումնասիրենք, այս կամ այն գիտնականի սպրտած մտքերը կարդանք, վերջապես կառավարությունը պետք է մեզ բացատրի քաղաքացիներից ինչ է նշանակում այդ անցումային արդարադատությունը, եթե դա օրակարգային հարց է, ինչու տեղ չի գտել կառավարության ծրագրում եւ ինչու դրա վերաբերյալ որևէ կոնկրետ ասելիք չկա։ Շնորհակալ եմ։ Երջանկության բազմաթիվ ձևակերպումներ կան։ Նաև կարող է լինել այն, ինչ որ դուք տվեցիք։ Բավարարվածության զգացողությունն է ընդհանուր առմամբ այդ երջանկության զգացողությունը, եւ դուք դա կապեցիք պետական կառավարման ապարատի կրճատումների հետ կամ հակադրեցիք կամ ապամոնտաժումների հետ սպասարկման օբյեկտների։ Երջանիկ քաղաքացի այդ կոնցեպտի մեջ տեղավորվում է նաև, պետք է տեղավորվի նաև արդյունավետ կառավարումը, պետք է տեղավորվի նաև օրինականության սկզբունքը։ Եթե սպասարկման օբյեկտները անօրինական են եւ անարդար, ապա դրանք պետք է ապամոնտաժվեն, ապահովելու համար ավելի շատ անձանց մեծամասնության իրավունքները։ Սա, այո, կոչված է ապահովելու երջանիկ քաղաքացի եզրույթը իրականության մեջ։ Սփյուռքի նախարարության կրճատման հետ կապված, եւ դուք ասացիք, որ ընդամենը մի հանձնակատարի վրա է դա դրվելու։ Հանձնակատարը լինելու է դրա պատասխանատուն, անմիջականորեն ենթարկվելու է հաշվետվելու լինելու վարչապետին եւ ունենալու է գրասենյակ։ Այդ գրասենյակը իրականացնելու է այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են Սփյուռքի հետ կապերը ապահովելու նպատակով։ Տեքստը այնպես ինչպես որ գրված է, պետք է այնպես էլ հասկանալ, դա ավելի շատ բացելու առաքելություն ես որպես արդարադատության նախարար չունեմ, անդրադառնամ անցումային արդարադատությանը, մամուլի ասուլիսի
գուցե ֆորմատով սա մի փոքր, բազմիցս հանդես եմ եկել հայտարարությամբ, իմ 100 օրվա հաշվետվության ժամանակ, անմիջապես հաջորդեց վարչապետի հայտարարությանը, անցումային արտադրության վերաբերյալ, նաև մշտապես մամուլում հանդես եմ եկել սրա վերաբերյալ բարձրաբանումներով, կասեմ հետևյալը. այն չի կարող հակասել Հայաստանի սահմանադրությանը եւ միջազգայինորեն ստանձնած պարտավորություններին։ Անցումային արտադրության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, լինելու է իրավունքների վերականգնումը։ Ես մի քանի անգամ նաև տպավորիչ լինելու համար պայմանականորեն այսպես ասել եմ, որ այն չի լինելու դատարանների դատարան, դատավորների դատարան։ Այս պայմանությամբ սրա ուղղությամբ տարվում են ուսումնասիրության փուլում են գտնվում, կան միջազգային փաստաթղթեր, կա միջազգային փորձ, սրա ուսումնասիրությունն ենք իրականացնում, սակայն կարող եմ ասել նաև, որ անցումային արտադրության էլեմենտ կարող է դիտարկվել վարչական եւ քրեական համաներումը, որը իրականացրել ենք Հայաստանում։ Սրանք կոնկրետ դրսևորումներ են, որոնք կան իրականություն են։ Արձագանքում եք։ Այո։ Շնորհակալություն։ Պարոն Զայնալյան, գիտեք, ձեզ շատ եմ հարգում, բայց ճշմարտությունը ավելի վեր է, ինչպես ժամանակին Արիստոտելն էր ասում Պլատոնի վերաբերյալ։ Այ առաջին հարցը օրինակ, ասում եք բավարարվածության զգացումը։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Երջանիկ է նա, ով բավարարվում է, կամ բավարարված է, կամ եթե բավարարված եք, ուրեմն դուք երջանիկ եք, ինչով է բավարարված։ Ես գիտեմ, որ մարդը բավարարվում է աշխատանքով, արժանապատիվ, իսկ օրծերության նաև արժանապատիվ կենսաթոշակով։ Եթե աշխատավարձի բարձրացում չկա, կենսաթոշակի բարձրացում չկա, կա աշխատատեղերի կրճատում, հիմնարկների լուծարում, այդ ապամոնտաժումը դա մի առանձին շատ նեղ խնդիր է։ Խոսքը վերաբերում է գլոբալ են սպասվող տասնյակ հազարավոր ազատումներին, որոնց մասին այսօր արդեն հասարակությունը ահազանգում է։ Հիմա այս պայմաններում երջանկությունը ո՞րն է։ Թե ոնց անենք, մենք մեր գլխից հանենք, որ մենք դժբախտ ենք, կամ աղքատենք, կերջանկանանք, ես մի քիչ իրատեսական չեմ համարում։ Հաջորդը, ասում եք, անորոշ է եւ ես չեմ կարող բացել։ Լավ, հարգելի պարոն Զայնալյան։ Անորոշ է, ես ասի դուք ասում եք չեմ կարող բացել այս Սփյուռքիդ։ Հիմա ես ստեղից դուրս եմ գալիս, եւ մի քաղաքացիական նախարար այդ հարցի պատասխանը տալու լիազորություն չունեմ եւ նաեւ ակնարկեցի, որ մենք հիմա չենք գտնում այնուամենայնիվ ես մտավախություն ունեմ, բարձրապես եւս մեկ անգամ հիշեցնեմ մարգարժան գործընկերներին, որ մենք ըստ էության քննարկում ենք այն հարցերը, որը վերաբերում է կառավարության հաշվետվությանը եւ առնչվում է մեր հանձնաժողովի իրավասության ոլորտներին։ Դեպաբար խնդրում եմ, որ երկուստեք համարժեք ընկալում լինի նրա վերաբերյալ ինչի մասնենք մենք քննարկում։ Իմ կարծիքով մենք ընկալում ենք ժամանակահատվում քննարկումը, բայց պարզապես հիշեցնում եմ, որ նաեւ այլ հանձնաժողովներ կրկին քննարկում են այս տեքստը եւ շատ դեպքերում գուցե այն հարցերը, պարոն Պետրոսյան, որ պետք է ուղղվի կառավարության այս կամ այն ներկայացում ճիշտ կլիներ ուղղել այլ հանձնաժողով, բայց ես չեմ սահմանափակում քննարկումը, պարզապես հիշեցնում եմ։ Պարոն Վարդանյան, շնորհակալություն, բայց ես խոսում եմ այն մասին, ինչը գրված է այստեղ։ Ես հո ինձանից բան չեմ հնարում, որ Զայնալյանին էլ ասեմ պատասխան տու իմ ֆանտազիայի համար։ Խոսքը վերաբերում է սրան, որ անորոշ գրված է, հիմա հարգարժան պարոն Զայնալյան ասում է ես չեմ կարող բացել, խնդիր չկա, բայց հիմա այստեղից որ դուրս գամ, մի քաղաքացի ինձ ասի պարոն պատգամավոր, դու մասնակցում ես այդ նիստին, որտեղ խոսվում էր այդ հանդիպումների, անկաշկանդ գործնական քննարկումների, խնդիրների, լուծումների եւ ձևավորված օրակարգերի։ Մի բան կասեք ինչ է այդ։ Ես չեմ կարողանալու պատասխանել, որի մեղավոր իմ կարծիքով ես չեմ։ Իսկ ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, դարձյալ պետք է խոստովանեմ, որ պատասխանը որոշակի չէր, հարգելի պարոն նախարար, որովհետեւ ձեր պատասխանից ես օրինակ չհասկացա, թե ի վերջո որն է անցումային արդարադատության էությունը, դա ինչ է իրանից ներկայացնում, եթե այդ մասին նախատեսված չի ոչ մեր երկրի սահմանադրությամբ, ոչ որևէ այլ օրենքով, ոչ էլ կառավարության ծրագրով, եւ եթե դա օրենքներով ամրագրված բան չի, դա մենք ո՞նց ենք հասնելու, ինչ մեխանիզմներով ենք հասնելու դրա։ Մնացածը երևի ընթացքում կասեմ, շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, անցումային արդարադատության վերաբերյալ կառավարության ծրագրում ոչինչ գրված չի։ Եվ ես իրավասու չեմ դրա վերաբերյալ պատասխանել, եթե անգամ դուք ասենք դրա վերաբերյալ հարց եք տվել։ Ոչ, ասենք այս ֆորմատի։ Ես դրա վերաբերյալ հայտնեցի իմ տեսակետը, այն ինչ որ հնչեցրել եմ։ Կառավարության ծրագրում դրա մասին չկա, դրա վերաբերյալ հարցը կարող էր թողնվել անպատասխան։ Ասվել, որ դուրս եք եկել առարկայի շրջանակներից, պատասխան չի տրվել։ Նույն հարգանքի դրսևորմամբ ինչ որ դուք։ Ինչ վերաբերում է
ինչով է մարդը բավարարված։ Դուք բավարարված եք աշխատանքով, ընկերների հետ բարեկեցիկ ապրելով այս ամեն ինչով։ Մեկ ուրիշը կարող է այլ ընկալում ունենալ բավարարվածության, բայց դրանք իրարից շատ չեն տարբերվում։ Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը բավարարվածության զգացողություն ունի, երջանկության զգացողություն ունի, երբ իրականացնում է բարեգործություն։ Կան այսպիսի հետազոտություններ։ Կարելի է սրա շուրջ վիճել։ Սա սուբյեկտիվ է, եւ սա տեղափոխել կառավարության ծրագրի հաշվետվության հարթություն, կարծում եմ այդքան էլ արդյունավետ չի։ Ինչ վերաբերում է երջանիկ մենք հիմա զբաղված ենք ուրիշ բանով, քան այսօրվա քննարկման առարկանը։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի կրճատմանը, մենք իրականացնում ենք օպտիմալացում, իրականացնում ենք ծախսերի կրճատում, որը պիտի բերի քաղաքացիների բարեկեցության բարձրացման, արդյունք ստեղծող քաղաքացիների բարեկեցության բարձրացման։ Եվ սա պիտի բերի երջանիկ քաղաքացի կոնցեպտի իրականացման։ Աշճանաբար դա ներկելով չի, նկարելով չի։ Բնականաբար դա աշճանաբար հասնող նպատակ է։ Ինչ վերաբերում է պատասխանը որոշակի չի, ես դրան արդեն կարծես թե պատասխանեցի անցումային արտադրության մասով, իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության կրճատմանը, դարձյալ բացատրեցի, որ ի տարբերություն նախարարի, սա որոշակի ավելի ճկուն մեխանիզմ է եւ դարձյալ համատեղվում է օպտիմալացման մեր ստանձնած հանձնառության հետ։ Մենք չենք պատրաստվում պետական բյուջեի հաշվին աշխատատեղեր ստեղծել։ Մենք պիտի ստեղծենք պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ստեղծել ու արարել, իրենք հարստանան եւ հարստացնեն։ Եվ այս պետական կառավարման ապարատի աշխատողները պիտի լինեն, նրանց աշխատանքը պիտի լինի արդյունավետ։ Պիտի կառավարեն հանրային ռեսուրսները, այնպես կառավարեն, որ այն արդարաբար բաշխվի եւ մարդիկ լինեն երջանիկ, ավելի երջանիկ, քան նախկինում են եղել։ Հաջորդ օրը ավելի երջանիկ, քան անցած օրը։